Բարև ձեզ ժողովուրդ, մենք հանդիպեցինք Նարեին, ինչպես գիտեք, ինքը պատերազմել է ամենտեղ, պատերազմել է և դիրքերում, պատերազմել է ավագանի նիստերի ժամանակ, որ տեսակ երեք պատերազմերը շարունակվում են, մինակ հարցնենք հիմա ինչի դեմ է պատերազմում։ Թուրքերի 16 տարեկանից մինչև 49 տարեկանը նայես ասա մենակ մի պայքար ունի Թուրքերից Հայաստանը ազատելու։ Թուրքերի դեմ է պայքարը։ Այստեղ։ Այս արդեն սահման չի, Նարե ջան։ Չէ, սա սահման է, հենց եթե ժամանակին Երևանից ազատագրեինք, այսօր մենք կունենայինք Արցախ, կունենայինք Նախիջևան արդեն ու հնարավոր է Գանձակ կունենայինք, եթե Երևանից ազատագրել սկսեինք։ Քանի մենք դեռ ընդեղ թուրքախոս թուրքերի դեմ են կռիվ տալիս, հայերենը լավ ուսումնասիրած թուրքագեն թուրքերը, այստեղ իշխանություն էին զավթում։ Նիկոլը դրանց վառ օրինակ։ Կներեք մի հաց, ձեզ Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ հոգեպես աջակցել է։ Գեներալները շատ վախեցած էին, ինքը շտաբում Հարկաստո, իհետ մի բանից բախտս բերել է, կյանքում անվորակություններից մի քիչ ավել է եղել, չէ, բախտս բերել է, Աննա Հակոբյանի աջակցությունից, ինչպես տեսնում եք, ոչ մեկ չի շահել, Աննա Հակոբյանի չապալախել է, դաններներ շպրտել են երեսին ազգային ժողովի կերպը, 44 Իսկապես։ Այո, իսկապես։ Իսկ ինքը ինչ արել։ Բրա գործած։ Հիմա դուք ինչ դատական գործ ունեք, հա։ Հա, դա դրա հետ կապ չունի, ինձ առևանգման գործով ես որ ինձ որ առևանգել տարել են ավականներ, դեպքերից հետո փորձում էին առնել չստացվեց, փորձեցին, կոտրել չստացվեց, փորձեցին ճնշել ձենս չկտրեցի, հիմա էլ ասում են սուտ մեղադրանք են, իբր թե սուտ մատնություն է արել, այսինքն տենց բան չի եղել, ես օգտից եմ դրա ասել, ես հիմար եմ, պարապետ, այդ սաղ գործերս պետք թողեի, գնայի ստից ասեի, ինչ-որ մեկից տարել է, ինչ-որ բան առել։ Ոստիկանության հերթական աննասունությունն է, տակամքությունը, իրանք փորձում են ամեն կերպ փորձում են ճնշել բոլոր նրանց, ովքեր որ հայրենիք են ուզում։ Ես նահանջելու տեղ չունեմ։ Կներեք, դուք ինչպես եք մտածում, մանդատները պետք է վեցնեն, թե ոչ։ Ես ընդհանրապես մտածում եմ, որ Թուրքիի հետ ընդհանրապես ընտրության գնալ պետք չէր, բայց պետք էր փողոցայինին փողոցով շփոթել։ Բայց որպես ավելորդ առնայողություն չլինի, որոշեցին, որ գնում են ընտրության։ Իմ համար ես զինվոր եմ, ինչքան էլ որ լավ է տաղորում եմ, ես զինվոր եմ։ Ու իմ առաջնորդը ինչ որ ընդունի, ինչը որ որոշի, իմ համար ընդունելի է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշեցին, վերցնում եմ մանդատները, ես կաջակցեմ նրան բոլոր պարագաներով, ինչքան ես իրեն գիտեմ 16 տարեկանից, աջակցում եմ, ինչը վերջ աջակցել եմ, դեպ այդ մարդը, ինչքան էլ փորձեն կեղծ շփրտել նրա վրա, նա հայրենիք սիրող, ինքնասիրություն ունեցող տղամարդ տեսակ է, տղա է, իսկ ես տղամարդ տեսակ տեսել եմ գտեմ, որոնք ես ծմփոր, դոշեր փորի վրա, 5 ամսական փորի վրա դրած, գերագույն գլխավորն մեծ դրակարով են նավոր։ ասմա կրքոտ եմ, տնաշին կրքոտը որն ես, քեզ որ տեսնում եմ 10 տարի տղամարդ չես ուզի, սիտեմ խառնում է, դեպքի տայմեն սպերս խառնում է, ամեն դեպքում։ Դուք եք ասում կներեք, դուք գտնում եք, որ ինքը պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարներ, գերագույն գլխավոր հրամանատարներ, կներեք, ստատուսը դա է, բայց ինքը ինչ-որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սերկիսյան, այնտեղ կային նաև Կոմանդոսը և շատ մեր Խաչատուրովը չգիտեմ կարթե չէ, դուք գտնում եք, որ ինքը այն մարդն էր, որ պետք է ղեկավարել պատերազմի ժամանակ այդ մարդուն։ Լսեք, ես ու Նիկոլը իրար ճանաչում ենք, ոչ թե ես իրար ճանաչում ենք 95 թվականից։ Նիկոլը ընդհանրապես այն երկոտանին չի, որ նրան մոտ թողեն, որևէ քաղաքական դաշտի չէ, ես նրան թերթի բուտկա դավերա չէի անի, որ նա ասենք այդ թերթ ծախի, այդ կրպակում։ Նա ոչ մի բան, նա ոչնչություն իր տեսակով
անսրբություն, անսահմանագիծ ազգությամբ էլ ադրբեջանցի է համոզված ասել եմ, ասում եմ 18 թվականին ասել եմ, մի գնացեք այդ կենտրոններից, քաշվելու եք եկել Արցախը ծախի, հիմա այն ասում եմ Սյունիքն աստորագրել, ծախում է Սյունիքը, հասկացեք վերջապես է, որ թուրք է, երկը եղեկը վերցրել է, խժռել է թուրք։ Իսկ ինչ պետք է անեք, ինչ եք պատրաստվում անել։ Դե եթե ամեն հետախուզ ասի ինքը ինչա պատրաստվում անել։ Բայց ունեք պլաներ։ Մինիմում, մաքսիմում պլաներ։ Третий съезд СДРП, հիշում եք դպրոցում անցնում Օրինական եք։ բոլոր դիստանցիաներ անցնել են առաջին։ Նիկոլին սպանելը սխալ է միանշանակ, Նիկոլին պետք է դատել, ու քեմալական ես միշտ կաներեք կոպիտ քֆուրով եմ ասում, բայց չեմ ասի, չնայած դա արդեն քֆուրի, քեմալի պորնիկները էդի քֆուրի, իրանց ստատուսն է, ու քեմալական պայմանագիրը պետք է դատի, գոնե առաջի 60 ցուցակեվացում, գոնե պետք է նորմալ դատրել։ Նրանք պետք է ասեն ովքեր են իրանց տերերը դրսի, ովքեր են իրանց ներսի տերերը, որտեղից են այդ կապերով դոլարները, որ աչուձախ ցպնում են ու բոլորը բերանը դրանում են թափում են։ Եվ մնացած բաները։ Հուսամ, որ իրանց տերերը չեն հասցնելու իրանց սպանել ու նրանք դատվելու։ Կարող անգամ չուզեն։ Ես հավատացնում եմ, եթե ինքը չընտրվեր, նրանք բանի տեղ չէին դնի։ Նոր ընտրվածի հետ կաշխատեին։ Չէ, եթե ինքը չընտրվեր եւ ընտրվեր նորմալ մարդ, նրանք չէին կարա իր այդ աշխատեն։ Դրանք թուրքեր են, թուրքական 5-րդ էշալոնն է, ոնց է կարծում, գործ գայլերը կարային քո ջարան աշխատեն։ Դիրեք չէ, Եվրոպան, вот այդպես ասում է Եվրոպա են գնում։ Եվրոպա նրանք ես միշտ ասել եմ, դուք այնքան եք բազել դեպի Եվրոպա, որ եկել եք Թուրքիա, Ադրբեջան, Թակահորը, Խաչմերուկի հորն եք ընկեք եղտահորը։ Ինչ Եվրոպա, Եվրոպայի դարձարի պետք է։ Նկատում եմ Հայաստանը, հայերը, մենք նրանց պետք է այնքանով, հանդեպ ռուսին կարում ենք ինչ-որ ձևի կոպիտ ասել խտուկ տալ, որտեղ մենք ավելի չենք կարող։ Ինչ անել է։ Սահմանը փակելու է, սահմանը փակելու է։ Ասա ձեր մորը ձեր գլուխը գնում եք Եվրոպա, գնացեք սուրաց սասում, գնացեք կոտորում։ Իսկ դուք զուգահեռներ տանում եք 15 թվի 1915 թվի հիմա այն ժամանակ էր կային դավաճաններ, այն ժամանակ էր կային ալիգարխներ, հիշում եք Գյուլբեկյաններ, Արամյաններ, Մանթաշյաններ, մենք անհատականություն սիրող ազգ ենք։ Հիշում եք այն ժամանակ էր կային ծառայած մարդիկ, պոլկովնիկներ, Բաղրամյան, չգիտեմ, Դրո, Չավուշ, որոնց երբամեր չէին սիրում ժողովուրդը։ Ես զուգահեռներ չեմ տանի, որովհետև նմանություն չեք գտնում։ Նմանություն չեմ գտնում մի պարզ պատճառով։ Թալյաթը անգամ պետք է այնքան աճեր, որ Նիկոլի չափ թվում։ Ես անկեղծ եմ ասում, ես ճանաչելով եմ ասում ես կենտրոնում։ Թալյաթը երևի գերեզմանում իրա գյոռում 10 անգամ շուռա եկել, երբ տեսնա, որ սենց թուրքեր կան Նիկոլի։ Նիկոլի չափանիշը չկա։ Նիկոլի ազգապաշտությունը իր ազգին, նկատի ունեմ թուրքերին, ադրբեջանցիներին։ Ոչ մի ադրբեջանցի չունի, ոչ մի թուրք չի ունեցել։ Անգամ Եղեռնող Էնվերը չի ունեցել են դահիճությունը, են հայ ատեցածությունը, հայ այդքան չի ատել, չկա մոտ ես է պիտի։ Լավ, վերջի հարցը, որովհետև բոլորը վախեցած են եւ քննարկում են մի հարց, Ալիևնա ճիշտ ասում, թե Փաշինյանը 300,000 ադրբեջանցի գքան, թե չեն գա։ 300,000 ադրբեջանցի, վաղուց եկել են, համ իշխանության են անցել, իրենք մի հատ հաշվեք տեսեք չկան 300,000, կան, ավելի շատ են։ Չէ, Ադրբեջանի քաղաքացիներ։ Իրանք Ադրբեջանի քաղաքացիներ, ով ասեց, որ իրանք չունեն այդ անսանքերը։ Համոզված ես, որ օրինակ Նիկոլի տղեն ասում են օֆիցիալ, ըստ օդում կախված բերել, ասում են օֆիցիալ Թուրքիայի քաղաքացի է, համոզված եք, որ չունեն իրանք այս բաներ, անձնագրերը։ Ռուբեն Ռուբինյանը հիմա որ ուզում են ազգային ժողովի նախագահ դրեցին, իրանք իրաց ծափ տվին, Սամսեբի ռեժիսոր, Սամսեբի նիվը։ Դրեցին ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այո, ուրեմն Ալեն Սիմանյանն է նախագահը դարձել։ Ահա, դա գիտեք ինչի նման է հիմիկվա իրանց այդ նշանակումները, այն որ մեկին ասում են արա 50 տարեկան ես ինչու չես փսակում, ասում են 50%-ով գործից դարել է, ես համաձայն եմ մնացել է աղջիկը։ Հիմա իրանք իրաց ծափ են տա, իրանք իրաց նշանակումներ են անցել։ Հա, Ռուբեն Ռուբինյան Թուրքիա չէ ավարտել։ Թուրքիայում ավարտել։ Ով ասեց, որ նա հայ է։ Ով ասեց, որ Տեր Հուսիկի տղա, ՀՀՇ-ի Տեր Հուսիկի տղա, հայ է։
կներեք լավ, ինչպես ձեզ հարցը տամ, կազմեմ եմ հարցը, ինչպես, որ դուք պատասխանեք այն 300,000-ի մասին։ Իհարկե գալու են, եթե Ալիվնա ճիշտ, Ալիվնա ճիշտ։ Ալիվ չի կարա ճիշտ լինի, քրտիճուկը երբ կարա ճիշտ լինի, բայց այն, որ իրանք արդեն ցուցակագրած են եւ իրանք ուզում են գան, սա էլ դեմ չի, դա փաստ է։ Ալենը ասեց չէ, ասեց, որ իրանք դեմ չեն դրան։ Ալենը դեմ չէ։ Այո, ասեց Ադրբեջանը, Թուրքիան Հայաստանի խաղաղության երաշխավորն են, քամին մեռած ցրտից։ Թուրքերը էլ ուրիշ ձև չունեն։ Նարեկ ջան, ինչ-որ ավելացնելու բան ունեք։ Ավելացնելու բան մենակ մի բան ունեմ, ժողովուրդ եկեք հավաքենք, վերջապես քերենք այդ անասուններին են։ Ընդհանրապես սարքել են գոմ ազգային ժողովներ, կառավարության շենքներ, հիմա էլ այդ սեդուլին կուզեմ ասեմ, սեդա, եթե գլուխը դուրս չի գալի մի բանից, սուրետ աթորին մի բանը նեխնի, երիք եղավ, սահմանադրական դատարան դրել են ջեպները, սովորական դատարանները, քննչականներ դրել են դեմները, հələ նայեք ինչքան ոստիկանություն, այդքան մարդ չկա, ինչքան ոստիկան կա։ Դուք ուզում եք ասեք ուզուրպացել, Նիկոլ Փաշինյանը ուզուրպացել գործադիր դատական, այո, եթե հանես դատա իրավաբանական կարգերի այդ գիծը, ում եկել ոստիկանախունտան, Նիկոլ Փաշինյանը ոչնչություն է։ Նիկոլ Փաշինյանը ոչնչություն է։ Փաստ է։ Բայց ուրախ է ձեզ տեսնելու, հաջողություն ձեզ։ Շնորհակալ եմ։